Սիրելի ունկնդիրներ, ես գիտեմ, որ բոլորդ շատ անհանգստացած և ստրեսի մեջ եք և դժվար է սպասելը մարտի 17-ի դատական լսմանը։ Մենք բոլորս հույս ունենք, որ Վարդանը կհաղթի։ Ես իմ տեսանյութի պատկերը խորհրդանշանական եմ դրել, արտահայտելով ձեր բոլորիդ երազանքը։ Այդ հաղթանակի պատկերը, որ բոլորդ կարծում եմ երազում եք տեսնել։ Այդպես եմ արտահայտել իմ այդ պատկերի միջոցով։ Գիտեմ, որ շատ հոգ եք տանում և որքան եք ցանկանում նրա ազատությունը, որ վերադառնա իր տաղանդավոր և անկեղծ փոդքասթներով, ելույթներով։ Գիտեմ, որ նրա մասին մտածում եք, աղոթում եք, շնորհակալություն բոլորիդ դրա համար։ Մնացեք ուժեղ, մնացեք պոզիտիվ, կապրենք կտեսնենք, բայց գիտենք, որ ճշմարտությունը միշտ էլ հաղթում է, ուշ լինի, թե շուտ լինի։ Այսօր ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի բանի մասին։ Նա ոչ թե թեորիա է, այլ գործընթաց, ոչ թե տեսություն ուղղակի։ Այն կատարվում է հենց մեր աչքի առաջ տարիներ շարունակ և մենք չենք կարողանում բնութագրել և անուն տալ այդ ամբողջ պատկերին։ Կխոսեմ գաղափարական ենթախեղման մասին, դեմորալիզացիա։ Դա բարոյահոգեբանական ասեմ, թե բարոյական խեղաթյուրում ասեմ, այսինքն հայացքների և այլը հասարակության դեմորալիզացիա մի խոսքով։ Շատ վտանգավոր, շատ դանդաղ, բայց համակարգված մեթոդ, որը կարող է քայքայել հասարակությունը ներսից։ Այս գործընթացի մասին շատ մանրամասը պատմել է Յուրի Բեզմենովը, նախկին KGB-ի գործակալ, որը աշխատում էր KGB-ում համար 10 տարի թե ավելի, հետո փախավ Կանադա թե Ամերիկա, խուսափելով KGB-ի ծառայությունից։ Մի խոսքով նա բացատրել է, թե դա ինչպես է արվում այդ դեմորալիզացիան տարբեր երկրների հասարակությունների մեջ, որոնք իրենք փորձում են անել, դա իրենց ամենակարևոր գործն է։ Շատերը կարծում են, թե KGB-ն ծախսում է լրտեսության վրա ամբողջ ժամանակը կամ ուժերը, բայց դա սխալ է։ Իր բացատրությամբ իր տեսակետներն եմ ուզում ձեզ հայտնել մի մարդ, որ արդեն աշխատել է, ունեցել է ինստրուկցիան, ծրագիրը և գիտի, թե ինչ է կատարվում և ինչ է իրենց առաջ դրված խնդիրը, առաջադրությունը։ KGB-ի ջանքերի 85%-ը նվիրված է ոչ թե լրտեսությանը, այլ դեմորալիզացիային։ Հիմա իմ նպատակն է գրավել ձեր ուշադրությունը, համեմատել, թե իրոք մեր կյանքի իրադարձությունների մեջ դուք դա չեք տեսնում և եթե տեսնում եք, մատնացույց արեք և ճանաչեք դրանց։ Այդ ձևով դուք կհասկանաք, թե նման աշխատանք կատարվել է մեր հասարակության հետ տարիներ շարունակ, թե ոչ։ Եվ ահա պատկերը վերջնական արդյունքը դուք տեսնում եք, բայց պետք է հասկանալ, թե դա ինչի արդյունք էր, ինչ ուժերի արդյունք էր և դա ինչպես են արել, իրենց խաղի կանոնների մասին է խոսքը։ Ինչպես է իրենց հաջողվել կամ ինչպիսի ռազմավարություն են ունեցել։ Օրինակ, որոշումներ են կայացնում մեր սեփական կառավարությունն ու խորհրդարանը, որոնք համապատասխանում են միգուցե նրանց օրակարգին, դա էլ պետք է նկատի ունենալ։ Եթե մենք տեսնում ենք, որ նման բան կա, արդյոք դա պատահականություն է, թե արդյոք կա ավելի խորը ծրագիր, ավելի խորը պատճառներ, իմ ասածը դա է։ Երբ որ ես խնդրում եմ ձեր եզրակացություններն անել այս լսելիս, որպեսզի տեսնենք ամբողջ պատկերը,
Մի խոսքով ինձ թվում է սա իրականություն է ըստ քանի որ Բեսմենովը բացատրում է թե ինչպես են դա անում հիմա տեսեք այս տվյալ ծրագիրը կարող են իրականացնել դա կլինի KGB-ն դա կլինի այլ երկրների ծառայություններ դա կլինի սորոսական ծառայությունները եւ այլը մեթոդների հիմնական ձևը նույնն է մի քիչ ավել մի քիչ պակաս մի այլ ձևերով բայց ընդհանուրը որպեսզի հասարակությանն ու երկիրը թուլացնեն ու բերեն այս մակարդակին ձևերը նույնն են մեթոդները ինչպես դրան հասցնել իրենց ռազմավարությունը միշտ էլ կարող է նույնը լինել թե ով է դա անում դա ես չեմ ուզում անուններ տալ կարող եմ միլիոն բան ասել անգլոսաքսերն են ռուսական ծառայություններն են թե նույնիսկ ամերիկական ով կարող է ասել բայց թե լավ եմ հասկանում որ Սորոսի կազմակերպությունները շատ մեծ տեղ խաղացին դրանում հենց դրա համար էլ ստեղծվում են տարբեր երկրներում եւ իրենց ձեռքի տակ պահում այնտեղ կատարվող իրադարձությունները ժողովրդի հասարակության ընկալումը ամեն ինչի եւ շեղում այն ուղղությամբ ինչպես իրենք ցանկանում են լավ ինչ է դեմորալիզացիան այն նպատակ ունի քայքայել ազգի բարոյական եւ մշակութային հիմքերը թույլ դարձնելով այն ներսից տեսնում եք նման բան թե չեք տեսնում սա իրեն տրված առաջադրանքներից նպատակներից մեկն է ծրագրից պատկերացրեք ծրագիր կա առաջադրանք կոնկրետ ինստրուկցիա դա է իրենց առաջադրանքը այն չի իրականացվում այս թուլացումը մշակույթի հիմքերը բարոյական հիմքերը եւ այլը դա չի իրականացվում ռումբերով դիվերսիաներով եւ այլը շատ նկատելի միջոցներով այսինքն չի կատարվում դա կատարվում է լրատվամիջոցների կրթության մշակույթի եւ քաղաքականության միջոցով Այս գործընթացը աշխատում է միայն այն դեպքում, երբ թիրախային հասարակությունը պատրաստ է ընդունել այդ ազդեցությունը։ Տեսեք, նրանք կարող են օգտագործել մեր լրատվական միջոցները, ազդել կրթության վրա, ինչ են սովորացնում, տարբեր տեղեր, ինչ ձևով, ինչ նպատակներով, նաև մշակույթի եւ այլը։ Այս դեմորալիզացիան ունի 4 փուլ։ Դրանցից մեկն է դեմորալիզացիան, որը շատ երկարատև է տևում 15-ից 20 տարի։ Այդքան նույնիսկ հեռահար նրանք ծրագրում են, թե մեզ պետք է 15-ից 20 տարի, որ բերենք հասցնենք այս իրականության։ Կա կարճաժամկետ 2-ից 5 տարի, դա երկրորդ փուլն է, ճգնաժամ 6 ամիս եւ նորմալացում վերջը։ Այսինքն առաջի փուլը դեմորալիզացիայի, որը շատ երկար է տևում, շատ երկար են աշխատում դրա վրա, դա այն է, հիմա թվեմ դուք լսեք, թե արդյոք սա մեր հասարակության մեջ, մեր ժողովրդի մեջ տեղի է ունեցել է, թե ոչ։ Հիմնական արժեքների քայքայում, կրթության, կրոնի, լրատվության, իրավապահ համակարգի, աշխատաշուկայի Ավանդական հավատալիքները ծաղրվում են, փոխարինվում են կործանարար գաղափարներով, կրթությունը վերածվում է գաղափարական քարոզչության, լրատվամիջոցները ապա տեղեկատվություն են տարածում, ստեղծելով շփոթություն։ Ոստիկանությունը ներկայացվում է որպես բռնած պետական, մինչդեռ հանցագործները որպես զոհեր։ Արմիությունները արմատականացնում են տնտեսության խաթարման նպատակով։ Հիմա տեսեք, այս մարդկանց առաջ ագենտների առաջադրանք կա,
Սրանք են առաջադրանքները, ինքը շատ հերթականությամբ թվում է։ Սա ես իզնից չեմ հորինում սուրճի գավաթ նայելով։ Ես իր ագենտի առաջադրանքների լիստն եմ ասում, ցուցակը։ Դուք չեք տեսնում սրանք մեր հասարակության մեջ այս ամենը կատարվել է, թե ոչ։ Կրթության կրոնի վրա լրատվական միջոցների ավանդական ամեն ինչը ծաղրվել են, փոխարինում են այլ բաներով, ապատեղեկատվությունը նաև լրատվամիջոցների։ Հիմա մենք ոստիկաններին նայում ենք որպես բռնապետին ծառայող եւ մի խոսքով այս ամենը դուք պատկերացնում եք ինչն է հետաքրքիր, որ մենք սա չի կատարվում որպես միայն հասարակության մեջ կամ հասարակության վրա, բայց այս բանը կարող են կատարել այն մարդիկ նաև, որ նստած են ազգային ժողովում կամ վարչապետը։ Ինքը կարող է տպավորություն ստեղծել իր արարքներով, որ բռնապետական է, ոստիկանները բռնապետական են եւ այլը, բայց աշխատելով ծառայելով այդ ագենդային, որը որ իրենց տվել է այդ առաջադրանքը։ Այսինքն, եթե երկրի ղեկավարությունը, ազգային ժողովը ծառայում է այլ երկրի շահերի, այլ կազմակերպությունների շահերի, գլոբալիստների շահերի ասեմ, թե ինչ, մի խոսքով, իրենց առաջադրանքն է դա անել, շատ լավ էլ կարող են անել, իրենց ձեռքն է ամեն ինչ։ Մինչև հիմա, իհարկե, դա պարի դավրի է մինի։ Մի խոսքով, ասնենք երկրորդ փուլը։ Երկրորդ փուլը Բեզմենովն ասում է, որ կոչվում է դա անկայունության ստեղծում։ Դրա վրա աշխատում են 2-ից 5 տարի է տևում հաջողության հասնելու։ Այդքան ժամանակ է խլում, նայեք, ինչքան երկարատև են աշխատում ու համառությամբ։ Հասարակությունը բաժանվում է, խորը հակասություններ են առաջանում տնտեսության մեջ, իրավապահ համակարգի և միջազգային հարաբերությունների մեջ։ Չեք տեսնում այս ամեն ինչը մեր երկրում կա, թե չկա։ Բանակցելու ունակությունը կորցվում է, ուժեղանում է բևեռացումը, գործադուլներ, բողոքներ, սոցիալական անկարգություններ, այս ամեն ինչը խրախուսվում է և ի հայտ են գալիս ծայրահեղական ուժեր և նրանք սկսում են ազդեցություն ձեռք բերել։ Այս անկայունությունը, ինչպես տեսնում եք, շատ արհեստականորեն և շատ լավ աշխատանքով, համառ աշխատանքով կարող են ստեղծել, եթե ցանկանում են երկիրը անկայունացնել, պառակտել հասարակությանը, երբեմն որ բոլորը մտածում եք, թե «Էս ինչի չենք միավորված, էս ինչի չենք» եւ այլը։ Ահա տեսնում եք, թե ինչի։ Դրա վրա շատ ուժեղ աշխատանք է կատարվել։ Դրա մեջ է հենց ձեր հարցի պատասխանը։ Այսինքն, նույնիսկ եթե ղեկավարությունը անի տարբեր միջոցներով այս կետերը, բայց նպատակը նույնն է՝ անկայունացումը։ Առաջադրանքն է, ինչ կարող են անել։ Մի խոսքով, երրորդ փուլը ճգնաժամ։ Մեծ ցնցում, հեղափոխություն կամ պատերազմ կարող են ստեղծել արհեստական ձևով, մի հասարակ պատճառներով, պայմանավորված, տնտեսական փլուզում և սկսում են պետական հաստատությունները դադարում են գործել։ Այսինքն, կարող է հասնել այն վիճակի, որ այդ մեծ ցնցումից հետո պետական հաստատությունները դադարեն գործել։ Մարդիկ այլընտրանքային իշխանություններ են ի հայտ գալիս։ Մարդիկ փնտրում են փրկիչ, լինի դա բռնապետ, օտարերկրյա ուժ կամ ծայրահեղ քաղաքական շարժում։ Այս երրորդ ճգնաժամի փուլի իմաստը, պլանի այս 3 կետը նրա համար է, որ այս էլ թուլացման երրորդ փուլն է, որ
փլուզվի տնտեսությունը, հեղափոխություն լինի, պատերազմ լինի, դա ինչքան թույլ երկիրն ու հասարակությունը այնքան լավ, որ ժողովուրդը սպասի Մեսիային, փրկիչին։ Եվ որովհետև այնպիսի վիճակ լինի, որ ոչ մի բան չի գործում, ոչ մի պետական համակարգ։ Սա իդեալական դրություն է իրենց նպատակներին հասնելու համար։ Չորրորդ փուլը դա կոչվում է նորմալացում։ Այսինքն բերում են առաջ երկիրը կրիզիսի առաջ կանգնացնում, հետո իբր նորմալացնում, գտան ելքը, փրկեցին։ Երկիրը վերցվում է վերահսկողության տակ, և այն նույն մարդիկ, ովքեր նպաստեցին անկայունությանը, իբր թե այ դու մեղավոր էիր, դրանց ոչնչացվում, իբր ձերբակալվում կամ դատի տալիս, կեղծ թե սուտ, իբր թե ամեն ինչ մեր հսկողության տակ է, լավ է։ Հիմա այդ վերահսկողությունից ելնելով էլ սկսում են սահմանափակել ազատությունները և ստեղծվում է ռեժիմ, բռնապետություն։ Կարգ ու կանոնը վերականգնվում է ուժի կիրառմամբ։ Նման բան կա, թե չէ։ Իրենք սարքում են, իրենք նորմալացնում են իբր թե և նպատակն այն է, որ կարողանան ուժի միջոցով բռնապետությունը պահել և սահմանափակել բոլորիս ազատությունը։ Հիմա ինչպես դիմադրել այս դեմորալիզացիային։ Կա ելքեր։ 1. Պահպանել ավանդական արժեքներն ու բարոյական սկզբունքները։ Սահմանափակել թշնամական գաղափարների ազդեցությունը կրթության և լրատվամիջոցների մեջ։ Զարգացնել քննադատական մտածողություն և խրախուսել անկախ վերլուծությունը։ Критическое мышление, այսինքն։ Հարկավոր է ինքնուրույն մտածել, քննադատորեն մտածել, անկախ վերլուծել ամեն ինչը, ոչ թե ինչպես ձեզ հրամցվում է հեռուստատեսության ալիքներով իրենց վերսիան, աշխատում են ձեր ուղեղը լցնել, համոզել, խաբել, ստել և բացահայտել, դիմադրել այս թուլացման, բաժանման, պառակտման ստրատեգիային, մարտավարությանը։ Զսպվածություն, պատասխանատվություն, ոչ թե սպառողական մտածելակերպ։ Այսինքն դեմորալիզացիային ընդդեմ պահպանելով ավանդական արժեքներն ու բարոյական սկզբունքները շատ կարևոր են։ Եզրակացության համար ասեմ, որ դեմորալիզացիայի դեմ լավագույն զենքը ոչ թե ուժն է, այլ բարոյական և գաղափարական ամրությունը։ Դուք տեսաք չէ, ինչպես են իրենք այս հետաքրքիր երկարատև ձևերով ազդում մարդու գաղափարների վրա, բարոյականության վրա, շեխում տարբեր տեղեր, մի ամբողջ հասարակության ուղղում են այս կողմ, այն կողմ իրենց ուզած ձևի։ Դրա համար, եթե հասարակությունը չի ուզում ենթարկվել նման մոլորությունների, պետք է ավելի ուժեղացնի իր գաղափարական, բարոյական ամրությունը։ Միայնակ, պառակտված, թուլացած հասարակությունը հեշտությամբ կործանվում է, բայց միասնական և արժեքները պաշտպանող ժողովուրդը անպարտելի է։ Հիմա դուք ինքներդ եզրակացություն արեք, թե ինչ վիճակում է գտնվում մեր հասարակությունը և մեր միասնականությունը ինչքան կարևոր է։ Մեր արժեքները պահպանելը ինչքան կարևոր է։ Այդ գրքերից հանելը մեր պատմության ինչ-որ դրվագներ,
խեղաթյուրել պատմությունը, չեք կարծում, որ այս ագենդայի մի մաս է։ Քաղաքական գործիչները, նաև անկախ բլոգերները, ովքեր բացահայտում են այս ամենը եւ ավելին, հալածվում են, կալանավորվում եւ լռեցվում։ Սա է, ահա, այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր օրերում։ Վարդան Ղուկասյանը գիտեք, որ ամենամեծ ընդդիմախոսներից էր եւ բացահայտում անողներից, պարզաբանում ճշմարտությունը, վերլուծում եւ մատնացույց անում բոլոր ախտերը, թե հասարակության, թե իշխանավորների, թե եւ այլ տարբեր խավի մարդկանց, պաշտոնների մասին։ Այժմ նա դարձել է զոհ, իր ճշմարիտ խոսքն ասելու, իր անկախ խոսքն ասելու եւ համարձակության համար։ Սա մի փորձ է լռեցնելու ճշմարտության ձայնը եւ վերացնելու իշխանավորների իշխանության ճանապարհի բոլոր խոչընդոտները։ Այդ պատճառով շատ բլոգերներ պետք է ի հայտ գան եւ կանգնեն մեջքի, ուսուսի, սոլիդարնս, ցուցաբերեն համերաշխություն, պաշտպանելով մեկը մյուսին այն գաղափարը, որ ազատ խոսք է, մենք պետք է իրավունք ունենանք, եւ եթե միտեղ ճնշվում է այդ խոսքը, մենք բոլորս կանգնում ենք այս մարդու կողքին։ Ինչու եք կարծում, որ բոլորդ առանձին հատիկ ամենտեղ դուք ուժեղ եք եւ ձեզ վրա ոչինչ լինել չի կարող, ոչ մի ինչ որ վտանգի տակ չեք։ Միասնական պետք է լինել, համերաշխ, նման անիրավությունների, անարդարությունների համար, եթե մեկին աշխատում են լռեցնել եւ կալանավորել եւ վնասել, դուք պետք է բարձրացնեք ձեր ձայնը, չէ՞։ Եթե ճշմարտությունը խոսացող, համարձակություն ունեցող բլոգերներ եք, ինչու եք լռում։ Որ մեկի թե չի կարող պատահել։ Ինչի վրա եք հույսները դնում։ Ոչ ոք էլ անձեռնմխելի չի։ Այնպես որ, այդպես մի հանգստացեք։ Եթե ձեր գործընկերոջ հետ կատարվում են նման բաներ, եւ դուք լռում եք դա, ես նույնիսկ չեմ էլ ուզում ասել, թե դա ինչ է նշանակում։ Ինքներդ մտածեք։ Եթե նրանք կարողանան լռեցնել մի քանիսին, բոլորին, ապա ոչ ոք չի համարձակվի խոսել, ճիշտ է։ Ժողովուրդը կմնա մթան մեջ, կարծես, մթության, առանց ճշմարտության, առանց տեղեկատվության, այդպիսով իշխանության համար շատ հեշտ կլինի իրենց սեփական պատմությունները ներկայացնել եւ ազդել ժողովրդի մտքի վրա, այնպես ինչպես կցանկանան։ Այս վերլուծությունների, տարբեր մարդկանց խոսացած, բացատրած վերլուծությունների շնորհիվ է, որ ժողովուրդը սկսում է այլ ձևի մտածել, արդեն տարբեր տեսանկյուններից նայել մասսայական մեդիաների տված նորությունը կամ կատարվող իրադարձությունների գնահատականները տեսնել այլ տեսանկյունից ավելի խորը։ Ամեն մարդ բացատրում է ինչպես կարողանում է, բայց գոնե լույս է սփռում, որ այս էլ կա, այս կողմից էլ կարելի է դիտել։ Եվ իհարկե ազատությունը, ինչպես մարդիկ կգնահատեն ու կդիտեն տարբեր տեսանկյունները, դա իրենց գործն է արդեն։ Միգուցե իրենց եզրակացության կան լրիվ ուրիշ բան, բայց այս այլընտրանքը պետք է լինի։ Այլընտրանքից զրկելը դա արդեն իսկական բռնապետությունը հիմնվում է հենց դրա վրա, որ այլընտրանքային մտածելակերպը արգելվում է։ Հասկացեք, սա պատերազմ է ձեր մտքի համար։ Ձեր մտքերին կառավարողը, իշխողը նա էլ հաղթում է։ Եթե տարան սխալ ուղղությամբ ի օգուտ իրենք էլ հաղթում են։ Իսկ մենք թույլ չենք տա, որ ապատեղեկատվությունը, սուտ ինֆորմացիան եւ կեղտոտ խաղերը կարողանան
ձեզ համոզացնել, որ իրենք ճիշտ են, որ իրենք սուրբ են եւ դուք պետք է իրենց երկրպագեք։ Ոչ, դա չի լինելու։ Այդքան բան։ Ինչպես գիտեք, ես Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակը չեմ կամ ներկայացուցիչը։ Այս ալիքը ստեղծվեց ոչ միայն նրա մասին խոսալու համար միայն, այլ հարյուրավոր տարբեր հարցեր ունեմ քննարկելու, իմ կարծիքները հայտնելու, տարբեր բաների մասին բացահայտելու, տարածելու։ Խնդրում եմ ցույց տվեք ինձ մի ալիք, որ տարին 12 անգամ խոսում է միայն ու միայն մեկ քաղաքական գործչի մասին եւ ուրիշ ոչինչ։ Կա նման բան։ Եթե կա, ցույց տվեք, ես նման բան չեմ տեսել։ Ես խոսել եմ այս գործի մասին, որովհետև հրատապ է։ Ցանկություն եմ ունեցել ավելի շատ մարդկանց գիտակցությանը հասնելու, թե ինչ է կատարվում, եթե այլ մեդիաները լռում են։ Եթե որոշ մարդիկ ցանկանում են լսել միայն նրա ճակատագրի մասին, դա ընդունելի է, բայց խնդրում եմ մի քննադատեք դրա համար, եթե ես այլ բաներից եմ խոսում։ Դուք կարող եք հեշտությամբ գտնել այլ աղբյուրներ դրա համար։ Ես անկախ խոսնակ եմ եւ պիտի պահպանեմ իմ անկախությունը։ Եթե որևիցե թեմա ձեզ հետաքրքիր չէ, ազատորեն անցեք մյուս ալիքներին, որը որ ձեզ համար հետաքրքիր է։ Մի քիչ տարօրինակ է, որ իմ վիդեոները նայում են, հոլովակները նայում են մոտավորապես միջինով 15,000 մարդ, բայց մինչև հիմա ես բաժանորդագրված ունեմ ընդամենը մի քիչ ավել 1700-ից։ Երբ որ դուք ինձ կոմենտներում խնդրում եք կարևոր քայլեր անել այստեղ այնտեղ դիմելու համար, պետք է հասկանաք, որ ինձ լուրջ չեմ վերաբերվի այսքան փոքր լսարանով։ Ես պատրաստ եմ բացահայտելու ցանկացած անարդարություն, դա տեղի ունենա ձեզ հետ, ձեր շրջապատի, ծանոթի հետ, հարազատի եւ այլն։ Եթե դուք ինձ գրեք եւ բացատրեք ինչ է տեղի ունեցել։ Սա միայն մեկ մարդու համար չէ, այս ալիքը։ Սա ընդհանրապես անարդարությունների, բոլոր տեսակի անարդարությունների համար պայքարի համար է։ Իսկ դրանք շատ են։ Իսկ որպեսզի ազդեցություն ունենամ, ես պետք է ունենամ մեծ լսարան։ Եթե դուք չեք օգնում այս հարցով, ես չեմ կարող շատ բան անել։ Դուք պետք է հասկանաք դա։ Շնորհակալություն մեկնաբանությունների համար եւ հավանության տալու համար։ Մի մոռացեք բաժանորդագրվել, կիսվել այս տեսանյութերը եւ տեսնենք, թե ուր կտանի մեզ այս ճանապարհը։ Շնորհակալություն եւ մնացեք ուժեղ եւ պոզիտիվ։ Ստեսություն։